Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ես ձեզ ողջունում եմ FM 106 եւ 5 հաճախականության վրա։ Դուք մեզ լսում եք այդ հաճախականությամբ կամ դուք մեզ դիտում եք Արմեն Դարփինյանի YouTube-յան ալիքի վրա, լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներից որևէ մեկի վրա։ Ձեզ նաեւ կոչ եմ անում բաժանորդագրվել այդ բոլոր հարթակներին։ Սա Դարփինյանի ժամն է, պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Դարփինյանի։ Ողջույն, պարոն Դարփինյան։ Բարև ձեզ, ելի բարեկամներ, բարև բոլորին։ Մեր վայրի վերումները կառավարություն եկեղեցի շարունակվում են։ Երևի իրականում աննախադեպ է, դատական սանկցիա կիրառվի ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ, երկրից չհեռանալու վերաբերյալ ոչ միայն նրա, նաև մի շարք եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների պետությունը, կառավարությունն ասում է, որ ամեն ինչ օրինական է եւ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Հասարակության մի մասը, այդ թվում նաև ես, կարծում եմ, որ դա արվել է նրա համար, որպեսզի Վիեննայում տեղի չունենա եպիսկոպոսատ ժողովը։ Այս վիճակով ենք, պարոն Դարփինյան։ Դավիթ ջան, քանի որ սկսեցի դրանից, այդ խնդրից ես փորձեմ անդրադառնալ, էլի։ Իմ կարծիքով խնդիրը շատ պարզ է։ Հարցը հետևյալն է. արդյոք ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը հասարակ մահկանացու է, թե այնուամենայնիվ Աստծո պատվիրակն է։ Վարչապետ Փաշինյանը այդ հարցին պատասխանում է միանշանակորեն, այո, նա հասարակ մահկանացու է, ներ բոլոր ցանկացածի պես, եւ ուրեմն ենթակա է մահկանացուների նկատմամբ կիրառվող ցանկացած գործելավոճի, այդ թվում նաեւ այս քրեական գործի եւ այլն։ Իհարկե մեծ հաշվով վերցրած սա շարունակությունն է այն շատ տգեղ պատմության, որը շարունակվում է, որը պատիվ չի բերում ոչ պետությանը, ոչ եկեղեցուն։ Բայց դրա հետ մեկտեղ ես չեմ տեսնում, ամենայն դեպս եկեղեցուն հասցեագրված մի քանի ծանրագույն մեղադրանքներ կան, եկեղեցու վերնախավին եւ կաթողիկոսին հատկապես։ Ես մի կողմ եմ դնում բարոյական պահը, որ ասենք կուսակրոնության պահը մի կողմ եմ դնում ընդհանրապես։ Բայց այստեղ օտարերկրյա գործակալության մասին մեղադրանք եղավ։ Մեղադրանք եղավ պաշտոնական ուսումնարանում, ասենք վարչապետը եթե ասում է դա պաշտոնական հայտարարություն է Հայաստանի Հանրապետության անունից։ Բայց օտարերկրյա չէ, պարոն Դարփինյան, խոսքը գնում է խորհրդային միության պատի մասին։ Չէ, կոնկրետ կաթողիկոսի նկատմամբ եղավ հետևյալ ձևակերպումը, որ ինքը լեյտենանտ է եւ ուրեմն զեկուցում է ինչ-որ լեյտենանտների։ Եղավ կոնկրետ, ես չեմ խոսում տարիքն էլ չի բռնում, լեյտենանտի հետ, ախր լեյտենանտի տարիք չի, էլի։ Լեյտենանտ է, մայոր է, թե ինչ է, այսինքն դնենք մի կողմ։ Եղել է կոնկրետ հայտարարություն։ Ես մի կողմ եմ դնում, չեմ էլ քննարկում Եզրասի ԿԳԲ գործակալ լինել չլինելու հարցը, որովհետև 80-ական թվականներին ես սովորել եմ Մոսկվայի համալսարանում մեր համակուրսացիներից զգալի հատվածի հետ, ուրեմն այդ պատասխանատուն ԿԳԲ-ի աշխատում էր, հա? Ասոբիստը հայերեն ասած։ Աշխատում էր եւ ուրեմն երևի ոմանց էլ երևի անդամագրվել է, որը սովետական միության ժամանակահատվածում համարվում էր շատ նորմալ երևույթ, այսինքն կա երկիր, կա երկրի հատուկ ծառայությունը, երկրի հատուկ ծառայության հետ ով պիտի համագործակցի, երկրի քաղաքացին, ճիշտ է, հիմա եթե Եզրասը եղել է երկրի քաղաքացի, համագործակցել է, այդտեղ խնդիր չեմ տեսնում ընդհանրապես։ Ես խոսում եմ այլ բանի մասին։ Վարչապետ Փաշինյանը ուրեմն պաշտոնապես հայտարարել է, որ կաթողիկոսը զեկուցում է ինչ-որ լեյտենանտի կամ թե պատասխան չկա կաթողիկոսի կողմից, չկա պատասխան, ոչ եկեղեցու վերնախավի կողմից, ոչ կաթողիկոսի կողմից։ Եղել են կոնկրետ մեղադրանքներ առ այն, որ կաթողիկոսարանը պատրաստվում է տեղափոխվել ուրեմն Էջմիածնից արտերկիր։ Սրա վերաբերյալ կաթողիկոսի կողմից նույնպես չկա որևէ արձագանք։ Պիտի լինեն այդ բարձաբանումները, իմ կարծիքով, Դավիթ, պիտի լինեն, որովհետև եթե չկան, ապա այս վերաբերմունքը կաթողիկոսի նկատմամբ որպես հասարակ մահկանացու ստանում է իր հիմնավորումը։ Ինչու է վերաբերվում որպես հասարակ մահկանացու, որովհետև ծանրագույն մեղադրանքներ են, այն ինչ որ ես ասում, ծանրագույն մեղադրանքներ են երկրի ղեկավարի կողմից հնչեցված, հա, հիմա ես չեմ կարծում, որ դա
այդ Աշճանի, ասենք, թեթևամիտ մոտեցում է, որ չունենալով հիմնավորում այդ մեղադրանքները հնչեցվում են, ուղղակի հրապարակայնացվում են, շատ ծանրագույն մեղադրանքներ են, սրա վերաբերյալ պետք է ուրեմն կաթողիկոսը շատ հստակ արձագանք տա, որտեվ ասենք եկեղեցու հետևորդները նույնպես պիտի հասկանան այստեղ ինչ է կատարվում, այսինքն զեկուցում է լեյտենանտին, թե չի զեկուցում, հասկանում կամ եթե զեկուցում է, կամ պիտի պահանջեք, այսպես ասած, ուրեմն դրա հիմնավորումը ինչպես։ Բայց ընդհանուր վերցրած, իհարկե, սա շատ տգեղ երևույթ է եւ երկրի համար, եւ պետության համար, եւ եկեղեցու համար, եւ Փաշինյանի համար, եւ կաթողիկոսի համար, եւ սա դեռ երկար գնալու է այս պատմությունը ցավոք սրտի, որը մեզ պատիվ չի բերում հատկապես այսօրվա իրավիճակում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ աշխարհում եւ եթե մենք այսօր Միացյալ Նահանգներին վերաբերվում ենք որպես ստրատեգիական գործընկերներ եւ հետագայում անգամ մեր ոչ միայն անվտանգության, նաև հարատևության երաշխիքը կապում ենք Միացյալ Նահանգների հետ տրիպի ճանապարհի 99 տարվա ուրեմն պայմանավորվածության հետ, որը նույնպես վարչապետ Փաշինյանի կողմից ներկայացվեց, այսինքն մեր հարատևության երաշխիքը տրիպ ճանապարհն է, այսինքն Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնությունը։ Միացյալ Նահանգների այն կառավարությունը, այն ղեկավարությունը, որ այսօր գործում է, մեծագույն նշանակություն է տալիս քրիստոնեությանը, որպես իրենց ինքնության ընդհանրապես արևմտյան աշխարհի արևմտյան ցիվիլիզացիոն ինքնության կարևորագույն հատված։ Վկա Վենսի ելույթը նախագահի աշխատակազմում դրա մասին առանձին ընդգծվել է, խոսվել է։ Ոչ միայն, ես ուզում եմ ասել, որ Մյունխենում տեղի էր ունենում այդ անվտանգության կոնֆերանսը, որը յուրաքանչյուր տարի տեղի ունենում Մյունխենյան համաժողովը, որտեղ հավաքվում են աշխարհի բոլոր հիմնական խաղացողները, դերակատարները, անգամ եթե չեն արտահայտվում, անպայման նստած են այնտեղ որպես լսողի կարգավիճակում։ Այնտեղ Մարկո Ռուբիոն, պետքարտուղարը Միացյալ Նահանգների, նույնպես կարևորագույն այս ղեկավարության անդամը, կոնկրետ ասաց, որ մենք Եվրոպայի հետ դիտարկում ենք մեզ որպես միասնական արժեհամակարգի կրող, միասնական ցիվիլիզացիոն արժեքներ ուրեմն կիսող եւ դավանող եւ տեսնում ենք մեր ապագան միասին։ Այդ հետաքրքիր հանդիպում էր, պարոն Դարբինյան, եթե ժամանակ մնա դրա մասին էլ խոսենք այդ Մյունխենի ֆորումում ու Ռուբիոյի արձագանքին, որտեղ համեմատում են անցած տարվա Վենսի ելույթի հետ։ Ես խոսելու եմ դրա մասին, ամենայն դեպս անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններից երևի միջազգային տեսանկյունից ամենակարևորը դա էր, այդ թվում նաև բոլոր հնարավոր մեզ առնչվող ելույթների վերաբերյալ ես նույնպես կասեմ, բայց նորից վերադառնալով ուրեմն Մարկո Ռուբիոյի այդ ելույթին պիտի ասեմ, որ քրիստոնեությունը նորից դրվեց որպես արժեհամակարգի կարևորագույն բաղկացուցիչ, միգուցե հիմքում, հա, եվրոպական, ամերիկյան, արևմտյան ցիվիլիզացիոն արժեհամակարգի հիմքում քրիստոնեությունն է։ Քրիստոնեության հիմքում մենք ենք կանգնած, հասկանում ես, հիմա այս խժդժությունը, որը գոյություն ունի Փաշինյանի եւ կաթողիկոսի միջև, թույլ չի տալիս, որպեսզի մենք ամբողջապես տերը կանգնենք այդ հիմքի, ասենք, որ այ ինչ որ դուք ասում եք, մենք դրա հիմքում կանգնած ենք, ուրեմն եկեք մենք բան ունենք ձեզ ասելու, իսկ մենք ասելու լիքը բան ունենք, որովհետեւ իսկապես մեր բնույթով, մեր խորքային իմաստով մենք բացարձակ քրիստոնեական ժողովուրդ ենք, քրիստոնեական ազգ ենք եւ ներող ենք, հասկանում ես, մենք ներում ենք, մենք վեհ ենք, իսկապես վեհ ենք, հա, հիմա ասում են կաթողիկոսն է վեհ, ժողովուրդն է վեհ, հա, ժողովուրդը վեհ ժողովուրդ է։ Եվ մենք սա պիտի դնենք մեր եվրոպական արևմտյան աշխարհի հետ մեր հարաբերությունների հիմքում, բայց չենք կարող դնել, որովհետև այս ինչ ասեմ, անպատվաբեր պատմությունը շարունակվում է։ Հիմա ինչքան պիտի շարունակվի, եւ այստեղ ես երկու կողմերին էլ մեղադրում եմ, որովհետև մենք կաթողիկոսից եւս սպասում ենք կոնկրետ բարձաբանումներ, որովհետև նորից եմ կրկնում լրջագույն մեղադրանքներ են ներկայացվել։ Ինչ վերաբերում է այս ուրեմն կաթողիկոսի նկատմամբ քրեական գործի եւ այլն, դու երկը շատ անպատվաբեր է, բայց նորից, եթե նա մահկանացու է, ուրեմն պիտի լքի։ Բայց մահկանացու է, այսինքն սենց ֆիքսենք, մահկանացու է, բայց ոչ հասարակ, այսինքն ինքը շարքային մահկանացու չի ամեն դեպքում։
Չէ, ասենք եթե կոնկրետ մեղադրանքներ են ներկայացվել, եթե այդ մեղադրանքները ունեն գոնե 1%-անոց ճշմարտացիություն, ուրեմն դա դառնում է շարքային մահկանացու եւ ուրեմն ցանկացած իրավական գործողություն կարող է կիրառվել։ Ինձ նաև անհանգստացնում է, որ ես կարծում եմ իմ տրամաբանությամբ պիտի նվերապետական աթոռների ներկայացուցիչները գային Երևան եւ իհարկե Արամ առաջին կաթողիկոսը պիտի գար Երևան ու ինչ որ ավելի հստակ կարծիք հայտներ։ Ոչ ոք չեկավ ոչ Ստամբուլը, ոչ ուրեմն Երուսաղեմը, ոչ Արամ կաթողիկոսը, ոչ ոք չկավ։ Հիմա հետո որոշեցին, որ պիտի Ավստրիայում հավաքվեն։ Okay, հավաքվեն։ Կաթողիկոսի ներկայությունը ֆիզիկապես ներկա լինելը իմ կարծիքով այդքան կարևոր չի, որովհետև այսօրվա աշխարհում ցանկացած հանդիպում կարող է ունենալ հեռավար բնույթ կարող է ունենալ։ Եթե բան ունեն քննարկելու եւ բան ունեն արձանագրելու, բան ունեն ասելու, պիտի ասեն, հասկանում ես։ Քանի որ մենք սկսեցինք այս հարցից, ես անդրադառնամ նաև Սփյուռքի մեր ներկայացուցիչների այդ հայտարարությանը, 6 թե 7 ներկայացուցիչ Սփյուռքի, մարդիկ, որոնք այնուամենայնիվ իրենց նախ մենք ենք իրենց միշտ համարել Սփյուռքի այդպես ականավոր դեմքերից, Լորդ Արադարզին էր այնտեղ, ասենք, Միացյալ Թագավորությունից, այնտեղ Նուբար Ներաֆեյան, այնտեղ Պերճը Սետրակյան, մի խոսքով, այսինքն Սփյուռքի ներկայացուցիչները իրենց հայտարարության մեջ կարծես թե նորից ոչ միայն հավասարեցրեցին Սփյուռքը եւ պետությունը, որը իմ կողմից բացարձակապես անընդունել է։ Պետությունը շատ ավելի բարձր է եւ կարեւոր է, պետությունը առաջնային կարևորություն ունի բոլոր հայերի համար, ցանկացած սփյուռքահայի ներառյալ, հա։ Ցավոք սրտի այդ հայտարարության մեջ ես տեսա, որ նրանք նորից հավասարեցրեցին, մի բան էլ ուլտիմատիվ կերպով դիմեցին պետությանը, վարչակազմին, վարչապետին եւ որոշակի նաեւ սպառնալիքներ կար Սփյուռքի հետ հարաբերությունների խզման եւ այլն։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև Սփյուռքը հավաքական վերցված պիտի լինի Հայաստանակենտրոն, պետականակենտրոն։ Սա կարևորագույն խնդիրն է, կարևորագույն առաքելությունն է, եթե ուզում ես իմանալ Սփյուռքի եւ ես շատ ցավում եմ, որ Հրայր Հովնանյանից հետո, Հովնանյան ընտանիքից հետո ընդհանրապես եւ Վահագն Հովնանյանը նույնպես նրանք կարողանում են, նրանք ներկայացնում են Սփյուռքը, հավաքական Սփյուռքը եւ Հայաստանակենտրոն Սփյուռքն են ներկայացնում նրանք։ Ես շատ առիթներ եմ ունեցել 90-ականներին առնչվելու, շփվելու Հրայրի հետ հատկապես Հովնանյան, պիտի ասեմ, որ նա իսկապես Սփյուռքի լիդերն էր եւ այդ բարագայում լինելով Հայաստանակենտրոն մարդ եւ գործիչ Սփյուռքը ուղղորդում էր դեպի պետություն։ Հիմա ես ցավոք սրտի տեսնում եմ, որ այս Սփյուռքի ներկայացուցիչները շեղվել են այդ ճանապարհից, դա բացարձակապես անընդունելի է։ Կարծում եմ, որ չգիտեմ նկատեցիք թե ոչ, ես բայց մեր լսողներին եւ դիտողներին ուղղորդեմ Սփյուռքի մեկ այլ ներկայացուցիչ կա, կարևորագույն մարդկանցից մեկը իմ կարծիքով այսօր սփյուռքահայության ամենապատվարժան լիդերն է Գարո Արմենը, որը մանուկներ Հայաստանի, հա, ԿՕԱՖ հիմնադրամի հեղինակն է, ստեղծողն է եւ Գարոն մի ուրեմն պատասխան հայտարարությամբ հանդես եկավ։ Ես չգիտեմ, դա երևի աննկատ մնաց, որովհետեւ 1-2 տեղ լուսաբանվեց, բայց ես կհորդորեի, որպեսզի Գարո Արմենի հայտարարությանը հետևեն մեր ռադիոլսողները եւ մեր դիտողները, որովհետեւ կարևորագույն շեշտադրումներ արեց Գարոն։ Հենց շեշտադրումը վերաբերում էր նրան, որ Սփյուռքը պիտի լինի Հայաստանակենտրոն։ Եվ պատահական չէ, որ նրանք, ովքեր կոնկրետ գեղեցիկ ծրագրեր են իրականացնում Հայաստանում, դա Գարո Արմենն է, Լոռիում գիտես այդ ասենք, հսկայական աշխատանք է տարվում, հետո ես պիտի ասեմ, որ Գարոն միայնակով Հայաստան հիմնադրամի համարժեք գումարներ է հավաքում տարեկան։ Եթե Հայաստան հիմնադրամը մոտ $10 միլիոն էր հավաքում, նույնը հավաքագրում է Գարոն մենակով։
միայնակով, այդքան արգանք, պատիվ եւ արժանապատվություն ունեցող հայ է։ Նաև Սեն Սիմոնյանը, որը որ մեր Թումո համակարգի հիմնադիրն է, որը որ Թումոն դարձել է արդեն հայաստանյան բրենդ եւ Հայաստանը ներկայանում է, պատկերացնես Ճապոնիայում մենք Թումո ենք բացում։ Դա մեզ համար մեծ պատիվ է բերում, չէ՞, պատահական չէ, որ ասենք Սեն Սիմոնյանը չկա այդ ստորագրողների ուրեմն։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ Հայաստանի հետ ավելի շատ են առնչվում, ավելի գետնին են, մարդիկ, ովքեր ռեալ գործ են անում, ռեալ նվիրվել են պետությանը եւ ժողովրդին, ռեալ հողի վրա գործ են անում։ Ես ժամանակին հորդորում է իհարկե, որպեսզի նաև Ռուբենը Վարդանյան շարունակեր իր բարեգործությունը, շարունակեր իր գեղեցիկ ծրագրերը Հայաստանում, ցավոք սրտի շեղվեց դեպի քաղաքականություն եւ դա շատ մեծ վնաս բերեց եւ իրեն անձնապես եւ տառապանքները, որոնց ինքը այսօր եւ մնացած մեր հայրենակիցները ենթարկվում են այդ տառապանքներին Բաքվում։ Ինչ վերաբերում է տառապանքներին, Ալիևը Մյունխենում կատաստրոֆիկ հայտարարություն արեց մեր քաղաքացիների նկատմամբ եւ այդ հարցի հետ կապված, պատանդարված հայերի հետ կապված, նա խայտարակ հայտարարություն արեց այն մասին, որ 13 հոգի ուրեմն Ադրբեջանի պետության թշնամիներն են եւ նրանց նկատմամբ այս դատավարությունը նա համեմատեց Նյուրնբերգյան process-ի դատավարության հետ եւ անգամ ասաց, որ սրանք ավելի բետար են, քան ուրեմն նացիստական հանցագործները։ Սա իմ կարծիքով վատթարագույն արձանագրումն էր, որը կարող էր լինել Ալիևի շուրթերից ավելին, Ալիևը նաեւ բացահայտ ասաց, որ այո, փոխնախագահ Վենսը այդ հարցը բարձրացրել է, բայց ես իրեն նկարագրել եմ թեման եւ դրանով թեման փակվել է, ասաց Ալիևը։ Ինչ ասաց նաեւ Ալիևը։ Ալիևը ասաց, որ այդ 13 հոգին եղել են սեպարատիստական ուրեմն շարժման ղեկավարները, որոնք գործել են Ադրբեջանի տարածքում, որը ճանաչվել է անգամ Հայաստանի կողմից։ Եվ քանի որ նրանք գործել են ուրեմն Ադրբեջանի տարածքում, նրանք սեպարատիստներ են, որոնց պետք է դատել անպատասխանաբար։ Ալիևը մոռանում է այստեղ, որ նրանք գործել են ոչ թե Ադրբեջանի տարածքում, նրանք գործել են արդեն գործող ավտոնոմ տարածքի շրջանակներում։ Եվ այդ գործող ավտոնոմիան նրանց թույլ է տվել իրենց ինքնորոշման, ժողովրդի ինքնորոշման շարժումը ղեկավարել եւ տանել առաջ։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ իդեպ Ալիևը դա նույնպես նշեց, որ միակ երկիրը Ֆրանսիան է, որը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Ֆրանսիայի սենատը նման որոշում կայացրեց։ Պետությունը իդեմս գործադիրի չհետևեց այդ որոշմանը, բայց սենատը, այո, օրենսդիր մարմնի մակարդակով տեղի է ունեցել, ճանաչել է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ պետությունը որպես այդպեսին։ Ուրեմն այստեղ առաջանում է հետևյալ խնդիրը Ֆրանսիայի նկատմամբ մեր կողմից։ Ուրեմն եթե նրանք ճանաչել են, նրանց ամենաբարեկամական քայլը մեր նկատմամբ կլիներ, երբ որ իրենք տեր կանգնային նաև ինքնորոշման իրավունքին եւ ուրեմն մեր այս համերկրացիներին, համակարգացիներին 13 հոգուն, որոնց Ալիևը համարում է ռազմական հանցագործներ, 13 հոգու ուրեմն ազատագրումը առաջին հերթին կարծում եմ Ֆրանսիայի բարոյական խնդիրը պիտի մենք նաև բացատրել Միացյալ Նահանգներին, պարոն Վենսին, որ այդ մարդիկ սեպարատիստներ չեն, այլ իրանք պատերազմի prisoners of war, հա, ռազմակերիներ են։ Նրանք ինքնորոշման իրավունքի մարմնավորումն են, ինքնորոշման այն իրավունքի, որի բացարձակ իրավունք ունեցել է հայ ժողովուրդը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ու խոսքը բարոյական իրավունքի մասին չի, խոսքը օրենքների մասին է, որոնք գործում էին Խորհրդային Միությունում եւ ադրբեջանական ԽՍՀՄ-ում։ Ես գիտեմ, որ մեզ լսում են այդ թվում նաեւ միջազգային կազմակերպությունները եւ դեսպանատները, հորդորում են Ֆրանսիային ուղղակի, հորդորում եմ նաեւ մեր կառավարությանը իհարկե աշխատել Ֆրանսիայի հետ այստեղ, խնդրել որպեսզի Ֆրանսիան որպես այն երկիրը, կարևորագույն երկիրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկիր, որը որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը,
տեր կանգնի նաև ինքնորոշման իրավունքը իրականացնող մեր հայրենիների ուրեմն ճակատագրի նկատմամբ եւ ուրեմն միջազգային ատյաններում փորձի այդ խնդիրը լուծել, որովհետեւ Ֆրանսիան մնում է միակը այս պահին, այս փուլում եւ մեր միակ, այսպես ասած, հույսը, որը ես մեկ անգամ եւս հիմա ուզում եմ արձանագրել։ Դա շատ կարեւոր է։ Ուրեմն հաջորդ խնդիրը, որի մասին կուզեի խոսել, մենք երկու հայտարարություն ունեցանք Փաշինյանի եւ Ալիևի, որոնք երկուսն էլ իմ կարծիքով նպաստավոր էին։ Նախ Փաշինյանը առաջին անգամ ներկայացրեց այն հանգամանքը էներգետիկայի հետ կապված, որ մոդուլային ատոմակայանները, որոնք որ հիմա բանակցվում են եւ բանակցության փուլում են գտնվում Միացյալ Նահանգների հետ եւ Վենսը դա նույնպես արձանագրեց, ավելին ասաց, որ Միացյալ Նահանգները փաստորեն պատրաստ են այդ 5 միլիարդ գումարած 4 միլիարդը տրամադրել ուրեմն իրենց ընկերություններին, բայց վարկային միջոց։ Հա, իրեն ոչ թե Հայաստանին, այլ ընկերություններին։ Բաժան Հայաստանին որտեղ մենք միայն պետք է վճարենք ամերիկյան, այսինքն ինչ նշանակում Հայաստանին, դա նշանակում է, որ ամերիկյան սարքավորումները, տեխնոլոգիան եւ համապատասխան ուրեմն աշխատուժը գալու է այստեղ, որպեսզի այդ մոդուլային ատոմակայանները կառուցի, իհարկե, դա այսինքն փողը գնում է ամերիկացիներին, բայց ատոմակայանը գալիս է մեզ մոտ, հա։ Հիմա Փաշինյանը առաջին անգամ իր ասուլիսի ժամանակ, ասուլիս էր թե հարցազրույց էր, ասաց, որ այս մոդուլային ատոմակայանները չեն գալիս փոխարինելու մեր գործող ատոմակայանին, այլ գալիս են փոխ լրացնելու։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Ու կարևոր դրական։ Շատ կարևոր հանգամանք է, սա առաջին անգամ է արձանագրվում երկրի ղեկավարի կողմից։ Առաջին անգամ, որովհետև մինչև այժմ եւ ցավոք սրտի այսօր ես լսում եի նաեւ Մեսրոպյանի ասուլիսը, դեռևս շարունակվում է այն մտայնությունը, որ գալիս է փոխարինման, այսինքն մոդուլային ատոմակայանները փոխարինելու են այս գործողին, որովհետև ավելի լավ է ունենալ, ասենք 10-50 մեգավատանոց քան մի հատ 500-անոց, որովհետև դա ավելի ճկունություն է տալիս, ինչու, որովհետև մենք ավելի շատ արտադրում ենք, քան կարողանում ենք սպառել, եւ քանի որ ավելի շատ արտադրում ենք, պարտադրված ենք բեռնաթափելու, կանգնացնելու ուրեմն մեր ջերմային կայանները, միգուցե ատոմակայանը եւս եւ այլն, բայց սա շատ սխալ մոտեցում է։ Այդ թեզի վերաբերյալ, պարոն Դարփինյան, մեր գործընկերներից մեկը, ով արևային էներգետիկայով զբաղվում, ասում է դա նույն բանն է, որ դու մեծացող երեխային ասես դու մի մեծացի, որովհետեւ քո շորերը կփոքրանան քո վրա։ Այսինքն իրանք դրան են տանում, ասում են եկեք սկսենք քիչ արտադրել, որովհետև մեր ենթակառուցվածքները բավարար չեն շատ արտադրելուն, քանց թե պետությունը ենթակառուցվածք շատացնի եւ զբաղվի այդ արտադրված էներգիայի վաճառքով։ Ինքը ուզում է ազդի արտադրության վրա, էլի։ Մենք գալիս ենք այստեղ կարևորագույն խնդրի։ Մենք պիտի ունենանք մեր էներգետիկ բալանսը առաջիկա 30-50 տարիների համար։ Մենք պիտի ավելացնենք մեր էներգետիկ հնարավորությունները, արտադրողականությունը։ Մենք չպիտի ղեկավարվենք այսօրվա սպառման ծավալով, մենք պիտի սպառման ավելացման ստրատեգիական մոտեցումներ ունենանք, ինչպես ենք մենք ավելացնում սպառումը ներսում, ինչպես ենք մենք դուրս գալիս միջազգային շուկա եւ վաճառում մեր արտադրած էլեկտրաէներգիան։ Տակավին այսօր Ալիևը արդեն Մյունխենից ուղևորվեց դեպի Բելգրադ, Սերբիա, եւ Սերբիայի նախագահի հետ մամլո ասուլիսում հայտարարեց, որ նրանք համատեղ ծրագիր ունեն նախ ջերմաէլեկտրակայան կառուցելու Սերբիայում, ուրեմն գազով, գազի վրա հիմնված եւ գազի ծավալները, մատակարարման ծավալները Ադրբեջանից դեպի Սերբիա կավելացնեն, դրա հիման վրա կկառուցեն ջերմաէլեկտրակայան, բայց Ալիևը այնտեղ նաեւ հայտարարեց, որ մինչեւ 2032 թվականը նրանք ունեն եւս 8 գիգաբայթ էլեկտրաէներգիա արտադրելու ուրեմն ծրագիր եւս 8 այսօր իրենք արտադրում են 2.5, եթե չեմ սխալվում, եւս 8 մինչեւ 2032 թվականը եւ միջազգային շուկա դուրս գալու, արտահանելու, էլեկտրաէներգիա արտահանելու հսկայական ծրագիր ունեն իրենք արդեն հիմա։ Իսկ մենք քնած ենք։ Իսկ մենք ասում ենք, որ մենք ավելի շատ ենք արտադրում, պետք է ավելի քիչ արտադրենք։ Մենք պիտի խոսենք անպայման մոդուլային ատոմային էլեկտրակայանների փոխլրացման մասին։
Եվ նրանից գործող ատոմակայանի փոխարինման հետ կապված Փաշինյանը առաջին անգամ նորից եմ կրկնում պաշտոնապես հայտարարեց, որ բանակցություններ են գնում եւ Ռուսաստանի հետ եւ Միացյալ Նահանգների հետ, անգամ Կորեայի հետ, Ֆրանսիայի հետ եւ մենք փորձում ենք հասկանալ, որ տարբերակն է ճիշտը, բայց կարևորագույն խնդիրն է այստեղ էներգետիկ բալանսը երկրի առաջիկա 50 տարվա համար նկարագրել, սպառման խնդիրները ավելացնել, հնարավորություն ունենալ, ընձեռել, հասնել նրան, որ մենք կարողանանք էլեկտրաէներգիա արտահանել նաև։ Մենք որ հիմա այդ Firebird-ից բանից խոսում ենք ու այդ հաշվողական սարքերից եւ հաշվողական կենտրոններից, որոնք Հայաստան գալիս են, իրանք գալիս են, որովհետեւ մենք ունենք այդ ատոմակայան ու եթե մենք ուզում ենք շատ ունենանք այդ արհեստական բանականության հետ կապված սարքավորումները եւ լաբորատորիաները Դեռ մենք պիտի ունենանք շատ էներգիա, որտեվ 21-րդ դարում երբ որ խոսվում է էներգիայի մասին, ինքը խոսվում է առաջի հերթին այդ սարքավորումների համար, այսինքն առանց դրա տարբերակ չունենք մենք աճացնելու այդ ուղղությունը։ Հրազդանում կառուցվելիք այդ data կենտրոնը սպառելու է նախնական տվյալներով 100 մեգավատ, հասկանում ես, դա ատոմակայանի 1/4-ն է։ Այո։ 1/5-ը լավ։ 100 մեգավատ մենք նման data կենտրոններ պիտի ավելի շատ ունենանք։ Այո, իսկ մեր ամբիցիաները դրանցից շատ ունենալն է։ Բայց ոչ միայն, նաև ինդուստրիալիզացիան։ Այսինքն մենք նաև կորցրեցինք սովետական միության փլուզումից հետո մեր ինդուստրիալ բազան, մենք պիտի ջանքեր գործադրենք դա վերականգնելու։ 21-րդ դարի ինդուստրիալիզացիան այդ չի, պարոն Դարբինյան։ Չէ։ Այդ հաշվիչ կենտրոնները եւ այլն։ Բայց ոչ ոք չի փոխարկել, ասենք քիմիական, նավթաքիմիական արդյունաբերությունը, ասենք բիոլոգիական արդյունաբերությունը, ասենք տեքստիլը, ասենք ոչ ոք դա չի բանարել, էլի, հերքել։ Եվ եւս մի հայտարարություն արեց Ալիևը, որը մեզ համար կարեւոր էր։ Առաջին անգամ Ալիևը խոսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր բնակչության հայերի վերադարձի իրավունքի մասին իրենց արևմտաադրբեջանցիների վերադարձի կոնտեքստում, այսինքն դիտարկեց այս ամեն ինչը որպես հայելային։ Առաջին անգամ, մինչև այժմ բոլոր հայտարարությունների իմաստը կան մեր նրանում, որ մենք գալու ենք ամեն դեպքում ադրբեջանցիներ ունեն վերադարձի իրավունք։ Առաջին անգամ Մյունխենում Ալիևը հայտարարեց, որ մեր վերադարձի իրավունքը, հայերի վերադարձի իրավունքը բերեց եւ հավասարացրեց ադրբեջանցիների վերադարձի իրավունքի հետ, որը մեզ համար նախկինում ուղղակի թվում էր որպես նոնսենս, որովհետեւ մեր իրավունքը շատ ավելի գերակա էր, որովհետեւ մենք այնտեղ ունենք ավտոնոմիզացիայի ավտոնոմ կարգավիճակ, իսկ իրենց իրավունքը վերադարձի եւ մեր բաքվեցիների, ուրեմն Կիրովաբադցիների այդ վերադարձի հետ ենք մենք հիմա Այո, ինքը կապեց միանգամից բանի հետ։ Կապեց եւ ցավոք սրտի տես Դավիթ, իրավիճակը այնպեսին է, որ մենք այսօր անգամ պիտի գոհ լինենք, որ նա այդպես հայելային դիտարկեց խնդիրը, հասկանում ես, որովհետև մինչև այժմ նորից եմ կրկնում, եւ սա պետք է մեր եւ պետք է ինչ-որ ձևով ամրագրել, որովհետև ադրբեջանցիների վերադարձը նա կապեց հայերի վերադարձի հետ։ Դրանով իսկ ճանաչելով վերադարձի իրավունքը հայերի եւ ասեց, որ դա անհերքելի է, մարդկանց վերադարձի իրավունքը անշուշտ անհերքելի է, ուղղակի մենք էլ վերադարձողներ ունենք, այսինքն դա ինչ-որ այդ կոնտեքստում ասվեց։ Ես ված չէր լինի, որ մեր ուրեմն այդ ամերիկահայերը, որոնք որ այդպես հայտարարություններով են հանդես գալիս, մեր Բաքվի փախստականները հայերը հիմնականում տեղավորվեցին Միացյալ Նահանգներում։ Մի նման շարժում բացային Միացյալ Նահանգներում վերադարձի իրավունքը պահանջելով։ Հենց բաքվեցիները, հենց սումգայիցիները, հենց կիրովաբադցիները, որոնք որ գտնվում են Միացյալ Նահանգներում այնտեղ կարող էին այդ շարժումը սկսել, որ մենք վերադարձի իրավունք ենք պահանջում։ Հասկանում ես, դա մեծապես կօգներ մեզ, բայց մենք չենք տեսնում դա։ Չենք տեսնում, որովհետև չկա Հայաստանակենտրոն, պետականակենտրոն, Սփյուռքի կողմից իրականացվող շարժում, քաղաքականություն, մոտեցում եւ այլն։ Հաջորդը, ուրեմն Վենսի այցից հետո բավական խոճապային հայտարարություններ ենք լսում մենք Ռուսաստանից, անկեղծ ասած, որ ինձ մտահոգում է, տարբեր մակարդակներում մենք լսում ենք հայտարարություններ։ Սկզբից Օվերչուկը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք եւ սկսել ենք քննարկումները 10-12 կիլոմետր հատվածները
ախուրիկի հատվածը եւ երեսխի հատվածը որպեսզի վերանորոգենք եւ դնենք ուրեմն գործածության մեջ, այսինքն համաձայնվեց մեր մոտեցման հետ, որ պիտի կարգի բերեք էլի։ Հարցը ցակում թե ուր եք մինչև հիմա եւ ինչու չեք անում այդ ամենը, բայց ամեն դեպքում դա դրական հայտարարություն էր։ Դրանից հետո հայտարարություն արեց Շոյգուն, որը շատ ավելի բացասական հայտարարություն էր։ Անվտանգության խորհրդի քարտուղարն է Շոյգուն եւ հայտարարեց, որ իրենց համար Ռուսաստանի համար մտահոգիչ է ամերիկյան ատոմակայանների տեղակայումը, հնարավոր տեղակայումը Հայաստանում եւ դա միջուկային անվտանգության խնդիր է առաջացնում Ռուսաստանի համար, որը իրենք պիտի դեռ դիտարկեն։ Ասա անթակույց սպառնալիք էր մեր նկատմամբ, որը մենք նույնպես պիտի կարողանանք վնասազերծել։ Դրանից հետո հայտարարություն արեց, թե չեմ սխալվում, Գալուզինը, որը արտգործնախարարի տեղակալն է Ռուսաստանի, հայտարարեց, որ արևմտյան երկրները Հայաստանին փորձում են օգտագործել որպես գործիք Ռուսաստանի դեմ։ Սա ճիշտ ասած շատ վիրավորական հայտարարություն է, որովհետև Հայաստանը հակառակը փորձում է որպես գործիք հանդես չգալ, դուրս գալ այդ գործիքի կարգավիճակից, որում մենք երկար ժամանակ եղել ենք այնուամենայնիվ։ Դες մենք խոսացինք Հարավսլավիայի մասին, այսինքն Սերբիայի մասին, Ալիևը, դες շիա երկիր է, չէ՞։ Իսկ նրանք ուղղափառ երկիր են, սերբերը ուղղափառներ են, այսինքն շիան ուղղափառի հետ եղբայրություն է ֆիքսում, եղբայրություն են իրենք քարոզում։ Ինչու՞, որովհետև նրանք տարածքային ամբողջականությունն են ճանաչում, նրանք չեն ճանաչել Կոսովոն։ Նրանք լինելով, ասենք, մահմեդական երկիր, Կոսովոյի ալբանացիներին, մահմեդականներին չեն ճանաչել որպես անկախ պետություն։ Մենք որպես ինքնորոշման կարծես թե իրավունքի տեր չենք ճանաչել Կոսովոն, հասկանում ես, դրա փոխարեն ճանաչել ենք Պաղեստինը, որը ուղղակի հակաիսրայելական քայլ էր, անիմաստ քայլ էր մեր կողմից։ Ինչու Կոսովոն չճանաչեցինք։ Ալիևը չի ճանաչել, ճիշտ է արել, որովհետև նա իր տարածքային ամբողջականության խնդրի տերն է։ Մենք էլ պիտի ինքնորոշման խնդրի տերը լինենք, չէ՞, մենք չենք ճանաչել Կոսովոն։ Մինչև այժմ էլ չենք ճանաչել։ Մենք պիտի կարողանանք մեր ոչ միայն իրավունքները, մեր շահերը պաշտպանել ամբողջ աշխարհով մեկ եւ առաջ գնալ եւ մեզ որպես գործիք պիտի դադարեն վերաբերվել, հա, այսինքն եթե Գալուզինը հայտարարում է, որ մենք գործիք ենք ամերիկացիների ձեռքում իդեմ Ռուսաստանի, նշանակում է, որ նա մեզ նույնպես դիտարկել է որպես գործիք, հասկանում ես։ Կնեն ժամանակ։ Իրենց գործիքն ենք, հիմա Միացյալ Նահանգների գործիքն ենք։ Ռուսաստանը տեղ ունի հետ գալու, պարոն Դարբինյան։ Ֆիզիկապես տեղ մնացել է իրենց համար։ Վերջապես Կոպիրկին է հայտարարեց, որ իրենք պատրաստ են մտնել տրիպի ծրագրի մեջ։ Այդ ամենահակասական հայտարարությունները իհարկե, որովհետև անհասկանալի է թե ոնց են մտնելու, բայց թե ված չի, այսինքն եթե տրամադրված են մտնեն, թող սկսեն բանակցությունները մեզ այդ ամերիկացիների հետ եւ այլն, բայց տեղ կա արդյոք վերադառնալու թե ոչ, գիտես, եթե համարժեք adekvat սուվերեն մոտեցում լինի, ես կարծում եմ, որ բազմաթիվ ընդհանրություններ մենք ունենք եւ արտաքին քաղաքականության ոլորտում եւ ուղղակի հումանիտար ոլորտում բազմաթիվ ընդհանրություններ կան Ռուսաստանի հետ եւ մենք պիտի ելնենք եւ հիմնվենք մեր ընդհանրությունների վրա, ոչ թե հակասությունների կամ հակառակ շահերի։ Հակառակ շահերը եւս կան, բնական է, բայց մենք պիտի ընդհանրությունների դաշտը գծենք եւ փորձենք հենվել այդ ընդհանրությունների վրա։ Ես կարծում եմ, որ դրա եւ տեղը կա եւ ժամանակը կա, ուղղակի պիտի մարդիկ գտնվեն։ Հա, ես չեմ տեսնում դեռևս Ռուսաստանում adekvat բանակցող, որի հետ կարելի էր այդ խնդիրները բարձրացնել եւ քննարկել։ Ափսոսում եմ, որ Եվգենի Պրիմակովի կալիբրի գործիչ չկա այսօր Ռուսաստանում արտաքին քաղաքականության ոլորտում, որի հետ կարելի լիներ նստել եւ ամեն ինչի մասին պայմանավորվել։ Ամեն ինչի մասին կարելի էր պայմանավորվել։ Հասկանում ես, Գալուզինը զբաղվում է Հայաստանով, մարդ, որը որ Ճապոնիայի մասնագետ է։ Հիմա ասենք Ճապոնիայի հետ հարաբերվելը ու Հայաստանի հետ հարաբերվելը դա կարդինալ տարբեր են, էլի, այսինքն այս մոտեցումը։ Այդ մարդը Ճապոնիայի հետ զբաղվում իր Ճապոնիայով, զբաղվում է Հայաստանով։ Եվ ինչ ասում է գործիք եք, ասենք
Դե մենք քննարկում ենք տեղ ունեն հետ գալու թե չէ։ Մեկնաբանեմ, հա։ Այս ֆոնին իհարկե շատ հուսադրող էր Փաշինյանի այդ հարցազրույցում հետևյալ թեզը, ինքը ասաց, որ պատրաստվում է հիմա Իրանի հետ ստրատեգիական համագործակցության համաձայնագիրը։ Դա շատ հետաքրքիր է, որտեղ այս ֆոնին Իրանի հետ հակաիրանական, այսպես ասած, այս ֆոնին Իսրայելի կողմից եւ Միացյալ Նահանգների կողմից այս ճնշման ներքո Փաշինյանը հայտարարում է, որ մենք հիմա զբաղված ենք նրանով, որ կազմում ենք ստրատեգիական եւ որը որ մենք պատրաստվում ենք ստորագրել իմ պաշտոնական այցի ժամանակ, սա շատ ներողություն, սա արդեն սուվերենության մասին է խոսում, որովհետեւ սա արդեն ցույց է տալիս, որ մենք գործիք չենք, պարոն Գալուզին, եթե մենք հիմա Իրանի հետ քննարկում ենք այդ համաձայնագիրը եւ ակնհայտ է, չէ՞ որ այդ համաձայնագիրը, դրա թեզերը, մոտեցումները քննարկվել են նաև ամերիկացիների հետ, ակնհայտ է, չէ՞, ակնհայտ է, հնարավոր չի ամերիկացիներին շրջանցելով ուրեմն քննարկել ստրատեգիական համաձայնություն Իրանի հետ, այսինքն սա ես ողջունում եմ եւ չեմ կարող չողջունել։ Անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած համաժողովին մենք արդեն անդրադարձանք Ռուբիոյի թեզերին, դրանք շատ կարևոր են, որ միասնական է արևմուտքը եւ մենք դիտարկում ենք որպես ցիվիլիզացիոն արժեք եւ քրիստոնեությունը դրա հիմքում եւ ափսոս որ մենք չենք կարողանում դրա հիմքում կանգնել եւ ասել որ այ մենք ենք, այ ինչի մասին որ դուք խոսում եք, այ դա մեր մասին է, եկեք այստեղ, մենք այստեղ ենք, ցավոք սրտի մենք հիմա այդ վիճակում չենք, մեր հիմար խելքից ճիշտ ասած, մեր մեղքով բոլորի Մերցը կարևոր ելույթ ունեցավ Գերմանիայի կանցլերը, որի ելույթի հիմնական թեզը հետևյալն էր, որ Գերմանիան ելնելով իր պատմությունից երբեք չի ձգտելու գեգեմոնիայի, որովհետև նացիստական փորձը եղել է անհաջող ավարտվել, նրանք այսքան ընդունում են, որ անհաջող, երբեք չենք ձգտելու գեգեմոնիայի։ Մենք դիտարկում ենք Եվրոպան որպես միասնական տարածք, այո, փորձելու ենք Եվրոպայում լինել լիդերային դիրքերում եւ ուրեմն առաջ տանել այս արևմտյան ցիվիլիզացիոն արժեքները, իհարկե հակառուսաստանյան ելույթ էր նաեւ Մերցի ելույթը, նա ուրեմն կոչ արեց, որպեսզի Ռուսաստանին նրանք եւ տնտեսապես եւ ուրեմն ռազմի դաշտում պարտություն ապահովեն, բայց դա իմ կարծիքով հնարավոր չէ եւ բոլոր ռացիոնալ մտածողները այդ թվում արևմուտքում հենց դա են ասում, դա հնարավոր չէ Ռուսաստանին, այսինքն հաղթող չի լինելու ռուս-ուկրաինական պատերազմում։ Շատ ռազմատենչ ելույթ էր Զելենսկիի ելույթը Ուկրաինայի նախագահի, որը ուղղակի անգամ թվեր արտահայտեց, եթե չեմ սխալվում, ասաց այսօր մենք 30,000 ռուս ենք կոտորում ռազմի դաշտում, պիտի այդ թիվը հասցնենք 50,000-ի։ Հասկանում սա ամենառազմատենչ հայտարարություններից մեկն է եւ սա ուղղակի ցույց է տալիս, որ ոչ մի համաձայնություն չի լինելու ռուս-ուկրաինական պատերազմում, առավել եւս որ Եվրոպան կարծես թե պաշտպանում է այստեղ արդեն ուկրաինական նման կոշտ դիրքորոշումը։ Դա սա ես ցավով եմ ասում, որովհետեւ սա նշանակում է, որ այս լարվածությունը շարունակվելու է։ Եվ ավարտեմ երևի լավ լուրով, գիտես Դավիթ, լավ լուրը այն է, որ ամբողջ աշխարհը հիմա խառնվել է իրար այդ Էփշտեյնի ուրեմն ֆայլերից, դոսիեն են նայում, թղթերն են նայում, բայց ոչ մի հայ չկա, էլի այնտեղ։ Մենք նամուսով ժողովուրդ ենք, պարոն Դարքան։ Դրա համար Էփշտեյնի ցուցակում մենք չկանք։ Ճիշտ ասած, ես այտենց բանը վախենալով էի նայում։ Մեկը մերոնցից դուրս չգա, չէ՞, ծանոթ բարեկամ, սաղ աշխարհը կա։ Ոչ ոք չկա։ Սպասենք ավելի լավ լուրերի։ Այսքանը սիրելի ռադիո լսողներ, հիշեցնեմ, սա Դարփինյանի ժամն էր, Արմեն Դարփինյանը առաջին խոսափողի մոտ էր որպես հաղորդման հեղինակ, ես Դավիթ Խումարյանն եմ, այս հաղորդումը վարեցի ձեզ համար, շարունակեք լսել Գործարար ալիքը, մենք հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք։